Ինչ կլինի, եթե ես ձեզ ասեմ, որ այն մարդը, ով ապրել է 1000 տարի, արդեն ծնվել է և գուցե հենց հիմա քայլում է մեր կողքին։ Ինչ կլինի, եթե ծերությունը ոչ թե բնական ու անխուսափելի գործընթաց է, այլ պարզապես հիվանդություն, որի դեղամիջոցը գիտնականներն արդեն գտել են։ Ողջույն բոլորին, ես Արգամ Ռոբերտին եմ և այսօր մենք կքննարկենք մարդկության պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ կենսաբանական անմահությունը։ Որքան է իրականում մարդու մարմնի ռեսուրսը։ Արդյոք մենք վերջին սերունդն ենք, որը մահանալու է ծերությունից, թե այս ամենը պարզապես միլիարդատերերի հերթական խաղն է։ Մինչ մենք կսուզվենք այս շշմեցուցիչ փաստերի մեջ, անպայման խնդրում եմ բաժանորդագրվել Արգամ բլոգի YouTube-յան ալիքին և լայքել այս տեսանյութը։ Սա շատ է օգնում մեզ ստեղծել նմանատիպ բարդ ու հետաքրքիր վերլուծություններ ձեզ համար։ Դե ինչ, գնացինք։ Տասնամյակներ շարունակ մարդիկ մտածում էին, որ մեր մարմինը նման է մեքենայի։ Տարիների ընթացքում դետալները մաշվում են, ժանգոտվում ու փչանում։ Բայց ժամանակակից գիտությունը ապացուցեց, որ դա այդպես չէ։ Մեր մարմինը հրաշալի ինքնավերականգնվող համակարգ է։ Եթե դուք կտրում եք ձեր մատը, այն լավանում է։ Ճիշտ է։ Իսկ ինչու չի վերականգնվում ամբողջ մարմինը։ Պատկերացրեք ձեր կոշիկի թելերը։ Նկատել եք, որ դրանց ծայրերին կան փոքրիկ պլաստմասե գլխարկներ, որոնք պաշտպանում են թելը քանդվելուց։ Մեր բջիջներում գտնվող ԴՆԹ-ն նույնպես ունի այդպիսի պաշտպանիչ գլխարկներ։ Գիտական լեզվով դրանք կոչվում են տելոմերներ։ Ամեն անգամ, երբ մեր բջիջը կիսվում և թարմանում է, այդ պլաստմասե գլխարկը մի փոքր կարճանում է։ Իսկ երբ այն ամբողջությամբ վերանում է, բջիջը դադարում է նորոգվել։ Սա էլ հենց ծերացումն է։ Բայց ինչ կլիներ, եթե մենք սովորեինք նորից երկարացնել այդ թելերի ծայրերը։ Սա ֆանտաստիկա չէ։ 2009 թվականին գիտնականները Նոբելյան մրցանակ ստացան այն բանի համար, որ հայտնաբերեցին ֆերմենտ, որը հենց դա է անում։ Այսինքն, բջիջների մակարդակով անմահությունը կամ գոնե կյանքի անհավանական երկարաձգումը տեսականորեն հնարավոր է։ Գիտեք, բնությունն արդեն ստեղծել է անմահ արարածներ։ Մենք պարզապես նոր ենք սկսել ուսումնասիրել նրանց։ Եվ հիմա ես ձեզ կպատմեմ երկու զարմանալի փաստ, որոնք շատ քչերը գիտեն։ Առաջինը մի փոքրիկ մեդուզա է, որի անունը ես անգամ չեմ փորձի արտասանել։ Այդ մեդուզան իսկական մոգություն է անում։ Երբ նա ծերանում է, վնասվում է կամ հայտնվում վատ պայմաններում, նա պարզապես վերածվում է երեխայի։ Նրա բջիջները հետ են պատում ժամանակը, և նա նորից սկսում է իր կյանքը զրոյից։ Սա նույնն է, եթե 80 տարեկան պապիկը հանկարծ նորից դառնար նորածին և այսպես անվերջ։ Երկրորդ հերոսը մեր խլուրդ առնետն է կամ մերկ երկրագնացը։ Արտաքինից նա մեղմ ասած գեղեցկության տիպար չէ, բայց նրա օրգանիզմը հրաշք է։ Նմանատիպ մկնիկները ապրում են մոտ 3 տարի, բայց այս արարածը կարող է ապրել 30 տարուց ավելի։ Նա գրեթե չի զգում ցավ, չի հիվանդանում քաղցկեղով և նրա մարմինը տարիների հետ չի թուլանում։ Նա մինչև կյանքի վերջին օրը ակտիվ է նույնքան, որքան երիտասարդ տարիքում։ Գիտնականները հիմա խելագարի պես ուսումնասիրում են այս կենդանիներին, փորձելով նրանց գաղտնիքը տեղափոխել մարդու օրգանիզմ։ Ի դեպ, այս թեմայով հետազոտություններ անելիս ես գտա մի շատ խելահեղ փաստ այն մասին, թե ինչպես են ժամանակակից միլիարդատերերը փորձում գնել իրենց կյանքի տարիները արյան փոխներարկման միջոցով։ Քանի որ դա մի քիչ շոկային ինֆորմացիա է, ես այն ամբողջությամբ տեղադրել եմ իմ Instagram-յան էջում։ Հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչ ենք անում մենք մարդիկս հենց այս պահին։ Լսել եք biohacking բառը։ Սա պարզ ասած մարդու օրգանիզմի կառավարումն է և օպտիմալացումը սննդի, ռեժիմի և տեխնոլոգիաների միջոցով։
Ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկը վերջին տարիներին կապված է այսպես կոչված զոմբի բջիջների հետ։ Երբ մեր բջիջները ծերանում են եւ այլևս չեն կարողանում աշխատել, նրանք պետք է բնական ճանապարհով վերանան ու մաքրվեն օրգանիզմից, բայց որոշ բջիջներ հրաժարվում են մեռնել։ Նրանք մնում են օրգանիզմում, դառնում են զոմբի եւ սկսում են թույն արտադրել, որը վարակում է կողքի առողջ բջիջներին։ Հենց այս զոմբի բջիջներն են առաջացնում մարմնի թուլություն, կնճիռներ եւ հիվանդություններ։ Հիմա գիտնականները ստեղծել են հատուկ դեղամիջոցներ, որոնք կոչվում են սենոլիտիկներ։ Նրանց միակ գործը օրգանիզմ մտնելն ու այս զոմբի բջիջներին ոչնչացնելն է։ Մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ այս մաքրումից հետո ծեր եւ թույլ մկները նորից սկսում են վազվզել անիվների մեջ, իսկ նրանց մազերը նորից խտանում են։ Եվ իհարկե սննդակարգը ամենաապացուցված մեթոդը, որն այսօր իրականում երկարացնում է կյանքը, դա կալորիաների սահմանափակումն է եւ պարբերական ծոմապահությունը։ Երբ մարմինը մի քիչ քաղցած է մնում, այն միացնում է ներքին վերականգնման ռեժիմը, մաքրելով վատ եւ հին բջիջները։ Եվ այստեղ մենք մոտենում ենք ամենագլխավոր հարցին. արդյոք մենք վերջին սերունդն ենք, որը մահանալու է։ Գոյություն ունի մի տերմին՝ երկարակեցության փախուստի արագություն։ Դա հնչում է բարդ, բայց իմաստը շատ պարզ է։ Ներկայումս բժշկությունը ամեն տարի մեր կյանքի միջին տևողությունը երկարացնում է մի քանի ամսով։ Բայց տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը այնքան արագ է զարգանում, որ գիտնականների կարծիքով մոտակա 15-ից 20 տարում կգա մի պահ, երբ գիտությունը մեր կյանքին կավելացնի ավելի քան 1 տարի յուրաքանչյուր 1 տարվա ընթացքում։ Այսինքն, եթե դուք կարողանաք առողջ ապրել եւս 20 տարի, բժշկությունն այնքան կզարգանա, որ ձեզ կնվիրի եւս 10 տարի, հետո եւս 20 տարի եւ այդպես շարունակ։ Մահը ծերությունից կդառնա պարզապես վերահսկվող խնդիր, ինչպես այսօր գլխացավն է կամ հարբուխը։ Պատկերացնում եք, մենք կանգնած ենք այնպիսի դարաշրջանի շեմին, որտեղ մարդու մարմնի ռեսուրսը կարող է դառնալ գրեթե անսպառ։ Արհեստական օրգաններ, նանորոբոտներ, որոնք կմաքրեն մեր աջունը ներսից եւ կվերածրագրավորեն մեր սեփական ԴՆԹ-ն։ Բայց սա նաև ծնում է լուրջ հարցեր։ Ինչ կլինի մեր մոլորակի հետ, եթե ոչ ոք չմահանա։ Ովքեր հասանելիություն կունենան այս տեխնոլոգիաներին։ Միայն հարուստները, թե բոլորը։ Կենսաբանական անմահությունը այլևս գիտաֆանտաստիկ ֆիլմերի սցենար չէ։ Այն մեր վաղվա իրականությունն է։ Մեր մարմինը շատ ավելի մեծ ռեսուրս ունի, քան մենք կարծում ենք, եւ գիտությունը վերջապես գտել է այդ ռեսուրսի բանալիները։ Իսկ հիմա ամենակարևոր հարցը ձեզ, որը կցանկանամ քննարկեք մեկնաբանություններում։ Եթե այսօր ձեզ առաջարկեին հաբ, որը ձեզ դարձնելու է կենսաբանորեն անմահ, դուք բառացիորեն երբեք չեք ծերանալու, բայց պայմանով, որ ձեզ սիրելի մարդիկ ու ընկերները չեն խմելու այդ հաբից եւ ապրելու են սովորական կյանքով, դուք կխմեք այն, թե կհրաժարվեք։ Գրեք ձեր անկեղծ պատասխանները մեկնաբանությունների դաշտում։ Ես անպայման կարդում ու պատասխանում եմ բոլորիդ։ Շնորհակալություն, որ այսօր ինձ հետ էիք ու դիտեցիք մինչև վերջ։ Միացեք Արգամ բլոգին։ Դրեք ձեր լայքերը, որպեսզի ել ավելի շատ մարդ տեսնի այս տեսանյութը։ Ես Արգամ Ռոբերտին եմ, կհանդիպենք շատ շուտով։ Աշկես չի տենում, գիտես, չէ՞։ Աշկես շավեցող։ Լուիսից է երևի չեմ հասկանում։ Okay, նորից։ Որքան է իրականում մարդու մարմնի ռեսուրսը։ Նստի։ Որքան է իրականում գնում է։ Ձենն է գալի էնել, գնաց։ Որքան է։ Ռեքա է դե։ Վերջ սկսում ենք։ Միկրոֆոն լավ, հա։ Դրա։ Գնացինք։ Սպտիժապիտով, չէ։ Ողջույն բոլորին։ Ես Արգամ Ռոբերտին եմ։ Every step in a quiet
Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանի հիասքանչ բնության գրկում գտնվող Վակ Ռեզորտ համալիրում։ Color nights and tailored light, a mirror with the coldest shine. You move like money, soft and sure, like something built to last. Take the Կատարյալ տուն ստեղծելու համար պետք է հասկանալ բնության լեզուն։ Պետք է վերցնել փայտի շնչառությունը, երկաթի անկոտրում կամքը և մոնոլիթի հավերժական ուժը։ Ու դրանք միաձուլել այնպես, որ ստեղծվածը ոչ թե հակադրվի բնությանը, այլ դառնա նրա շարունակությունը։ Ուստի, երբ որոշում ես կառուցել քո անձնական տարածքը, պետք է վստահես նրանց, ովքեր տիրապետում են կառուցապատման այս խորհրդավոր արվեստին։ Մարգարյանց Building ընկերություն, որը կյանքի է կոչում ձեր ամենահամարձակ երազանքները Հայաստանի ցանկացած կետում, լինի դա էներգիայով լի փայտե քոթեջ, աներեշ մոնոլիթ բնակելի տուն, թե երկաթի ամուր շինություն և հանգստացնող սաունա։ Այստեղ ստեղծում ենք կատարելություն։ Ամենակարևորը ձեր կառույցի դիզայնը կազմակերպությունը կտրամադրի բացարձակապես անվճար։ Իսկ եթե դուք արդեն ունեք ձեր երազանքի գծագիրը կամ ցանկանում եք ինքներդ ստեղծել դիզայնը, մասնագետները կիրագործեն այն միլիմետրի ճշտությամբ։ Դուք միայն պատեր չեք ստանում։ Մարգարյանց Building-ը հանձնում է ձեզ ձեր երազանքը արտաքին և ներքին ամբողջական հարդարմամբ։ Դուք պարզապես բացում եք դուռը և մտնում ձեր նոր կյանք։ Մեր կյանքը միակն է, իսկ ժամանակը ամենաթանկ ռեսուրսը։ Մի վատնեք այն անվերջանալի և հոգնեցնող գործընթացների վրա։ Վստահեք ձեր կառուցապատումը պրոֆեսիոնալներին և վայելեք բնության և հարմարավետության ներդաշնակությունը։ Կապ հաստատեք Մարգարյանց Building-ի հետ հենց հիմա, զանգահարելով 033 72 22 07 հեռախոսահամարով։ Մարգարյանց Building, կառուցում ենք ոչ թե ուղղակի տներ, այլ ձեր հոգու ապաստարանը։